Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Հանրապետություն կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան հրավերն ընդունելու համար։ Քիչ ժամանակ է մնացել ընտրություններին եւ ինչպես եք գնահատում դուք ձեր շանսերը, ինչ քարոզարշավ եք իրականացրել։ Քարոզարշավի ընթացքի մեջ է, քարոզարշավը հերթական մշտական քարոզարշավների նման, մի քիչ ավելի ակտիվ, թե մարզայինարիցեր, թե քաղաքային հանդիպումներ, բակ առ բակ, տուն առ տուն, քաղաք առ քաղաք քարոզարշավն անում ենք։ Շանսերը։ Մենք ի սկզբանե ասենք, որ մենք վստահ ենք մեր հնարավորությունների վրա եւ Երևանի արդյունքները առնվազն գրանցելու ենք։ Տիկին Խաչատրյան, ավանդաբար, եթե կարելի ասել, ձեզ ընկալում են իշխանության ծրագրերին, այսպես ասած, հավանություն տվող քաղաքական ուժ, հաշվի առնելով նաև, որ դուք քաղաքային իշխանության մեջ կոալիցիայի մեջ եք գտնվում գործող իշխանության հետ, բայց նաև դուք ձեզ դիրքավորում եք որպես ընդդիմադիրներ։ Ճիշտ է։ Քաղաքացիներին կարողանում եք բացատրել, դուք ով եք, իշխանության կողմնակիցն եք, թե ընդդիմություն եք, եթե ընդդիմություն եք, ապա դուք դա ո՞նց եք բացատրում, դուք արդյոք ընդդիմություն եք։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության հասարակությունը ընդդիմություն ասած հասկացողությունը պատկերացնում է նախորդ ժամանակների նման, որ ընդդիմադիրը պետք է լինի մահապարտ, ընդդիմադիրը պետք է ասի դավաճան, հողատու կամ չգիտեմ ինչ այդ լեքսիկոնով խոսի, որից տարբերվում է մեր խոսելաձևը, տարբերվում է մեր քաղաքական մոտեցումները, բայց իրականության մեջ ընդդիմությունը պետք է լինի իշխանությանը պարտադրող, բայց քաղաքական պարտադրանքներ տանող, ընդդիմությունը պետք է լինի իշխանությանը աշխատեցնող, ընդդիմությունը պետք է լինի իշխանության խնդիրներն վերհանող, մատնացույց անող, առնվազն մեր մասով մենք որպես ընդդիմադիր, որպես քաղաքական մեր գաղափարները առաջ տանող մարդ, մենք վառ օրինակ է, Եվրաքվեն մեր ստորագրահավաքը, որ մենք գնացինք ստորագրահավաքի իշխանությանը փաստի առաջ կանգնացնելով նախագիծ բերեցինք ազգային ժողով, որը չկարողացավ չանցնել։ Մենք քաղաքական այդ ուղղվածությունն ունենք, մենք անում ենք Հայաստանի Հանրապետության շահից եւ այստեղ ի տարբերություն մնացած ճակերտավոր ընդդիմադիր, քաղաքական ուժերի մենք չունենք նախքին կորցրած պաշտոնների ու մնացածի վերադարձի խնդիր, մենք չունենք քրեական որևէ գործերի փախնելու խնդիր, չունենք կոծկելու խնդիր ոչ մի բան եւ մենք անում ենք մեր քայլերը հանուն Հայաստանի Հանրապետության օրենքների դաշտում եւ մնացածի դաշտում։ Նաեւ մեզ ձեր ասածը, որ մեզ ավելի շատ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ մի գծում են ասում, այո, մենք ունենք կոալիցիա Երևան քաղաքի շրջանակում, այո, մենք Դա չեղավ արդեն ընդդիմություն։ Թեկուզ քաղաքային իշխանությունում մենք բացարձակ ընդդիմություն չենք, քաղաքային իշխանությունում մենք իշխանության մաս ենք, կազմում մենք ունենք փոխքաղաքապետ, մենք ունենք վարչական շրջանների ղեկավար, քաղաքացիները ձեզ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ով ինչպես դուք եք ասում, իշխանությունների սխալները վերհանող ուժի կողորտի, համապետական մասշտաբով ես ձեզ բերեցի որպես օրինակ, Եվրաքվեն եւ առհասարակ մենք քաղաքական կուսակցությունից անմիակ քաղաքական ուժն ենք, այո, որը չի խաբում ժողովրդին եւ հիմա էլ ասում ենք, որ եթե անհրաժեշտություն լինի ազգային ժողով անցնելուց հետո կոալիցիաների, մենք պատրաստ ենք գնալ կոալիցիայի։ Բացի ռոբադաշնակացարժական Ռուսաստանի կողմից ուղղորդվող քաղաքական ուժերից, մնացած ցանկացած ուժերի հետ մենք պատրաստ ենք քննարկվել, այդ թվում նաև իշխանության հետ։ Ընդդիմություն լինելը, ընդդիմության մաս լինելը, դա դեռ չի նշանակում, որ դու պատրաստ չես իշխանությունների հետ աշխատելու, նայած իշխանության իհարկե, պատրաստ չես նաև գնալու որևէ կերպ աշխատանքային process-ի հանուն Հայաստանի Հանրապետության։ Այն process-ները, որոնք ձևավոր են, առնվազն Երևանի մասով, մենք եթե չգնայինք կոալիցիոն համաձայնության, չգնայինք կոալիցիայի, լինելու էր նոր ընտրություններ, իսկ թե ինչ կլիներ պրոռուսական Անդրանիկ Թևանյանական տեսանք նաև ինչեր է կատարվում Անդրանիկ Թևանյանական հայկոական այդ նոր ընտրություններով ուժերը ինչ կարող էին անել Երևանում եւ ինչ կլիներ հետո համապետական մասշտաբով մենք կանխել ենք հետագա համապետական Երևանից սկսած գուբերնիա դառնալու process-ը։ Բայց արդյոք դուք կանխատեսում եք նաեւ այդ սցենարը ընտրություններից, այս համապետական ընտրություններից հետո։ Գիտեք, ոչինչ բացառել չի կարելի, եթե անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք կոալիցիոն համագործակցության։ Տիկին Խաչատրյան, չգիտեմ կհամաձայնեք թե ոչ, բայց ամեն դեպքում ձեր քաղաքական գաղափարախոսությունը հիմնական գծերով
համընկնում է, չէ, գործող իշխանության հետ։ Օրինակ, գործող իշխանությունն ուզում է խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Գործող իշխանությունը ստիպված եղավ այո, ուզել TRIP-ի դա։ նախագիծը, որը պաշտպանում եք եւ դուք եւ իշխանությունը, խաղաղության ծրագիրը, դրան ընդառաջ գնալու քայլերը պաշտպանում է, առաջադրում է իշխանությունը, նաեւ դուք եք պաշտպանում։ Ինչ թե տարբերությունը լինելու այս գլխավոր անվտանգային հարցերում էլի համընկնումներ ուղիղ գծերով կան իշխանության հետ, ինչը պիտի ստիպի մարդկանց, որ օրինակ այդ եթե այս հիմնական գծերով դուք եւ իշխանությունը տարակարծություններ չունեք, ինչի ընտրեն ձեզ, եթե ոչ իշխանությանը մտածելով այս տրամաբանությամբ, որ տեսեք, նրանք ուժեն հնարավորություններ ավելի շատ ունեն ազգային ժողով անցնելուց իրագործելու նպատակները, քան դուք, այդ դեպքում տանք ձայն իշխանության։ Ինչի դες պիտի տան։ Մենք տեսել ենք այս տարիների կառավարում իշխանության, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, տեսել է այս տարիները կառավարման իշխանության եւ տեսել է իշխանության առհասարակ, ոչ թե խոսքը այս պահին այս իշխանության առհասարակ իշխանություն լինելով ավելի զգուշավոր է լինում աշխատանքային առումով եւ թե այս իշխանությունը նույնպես տարիների ընթացքում նույն արևմտյան գիծը պահելու համար, արևմտյան կողմ գնալու համար ինքը շատ զգուշավոր ու շատ ունի նաև զգուշավորության պարտադրանք որպես իշխանություն։ Երբ ազգային ժողովում լինում է ընդդիմադիր կամ ուղակի ֆրակցիա, որը լինում է արևմտյան ուղղվածության եւ ստիպում է իշխանությանը անել որևէ քայլ, դա արդեն նաև իշխանությանն է օգնում, որպեսզի կարողանա երկիրը ճիշտ ուղու վրա տանել։ Մենք այն ուժն ենք քաղաքական։ Դուք այդ կողմից արմատական դիրքավորման եք հանդես գալու։ Մենք միշտ ենք ունեցել այդ դիրքավորումը եւ մենք քաղաքական դաշտում, նույնիսկ դուք ասում եք իշխանությունը նաև այդ գիծը ունի, մենք ստիպել ենք իշխանությանը գնալ այդ գծում։ Ես անընդհատ ասել այդ 60,000 ստորագրությունը, դա 60,000-ի մասին չի խոսքը, դա 60-ը մի քանի անգամ ավել է, 60,000 մեկ ամսից քիչ ժամանակում ընդամենը մի քանի տեղամասով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի շատ մեծ զանգված չհասցրեց գալ նույնիսկ ստորագրության, բայց քանի որ պահանջը ընդամենը 50,000-ի մասին էր խոսքը, մենք ընդամենը կանգնեցինք ավելի շուտ ժամանակից։ Դա մի քանի 100,000 քաղաքացիների պարտադրանք է, որը մենք տարանք ազգային ժողով։ Մենք մի քանի այլ քաղաքական ուժերի հետ Եվրամիության հետ, արևմտյան փաստացի այսքան ժամանակվա ընթացքում չէր արել իշխանությունը, մինչև նախագիծը գնաց, ինչ էր անում։ Ընդունել էր նախագիծ ազգային ժողովում, նախագիծ չէր ընդունել, բայց քաղաքականությունը արված քայլերը Պարզ երևում էին, որ արևմուտքի հետ հարաբերությունները մի նոր ավելի լավ մակարդակ բարձրացնելու համար են։ Հապկի կազմում մինչև այսօր մենք շարունակում ենք մնալ այն ճակերտավոր մեր գործընկերների նույն գծի մեջ, ինչ Սերժ Սարգսյանը մի գիշերում ընդունել է։ Այսօր մինչև այսօր իշխանությունը չի դուրս եկել այդ համակարգից։ Դե դուք զգուշավորության մասին խոսեցիք, գուցե իշխանություն լինելով, այդ զգուշավոր քայլերն են, որ չեն բերում ավելի լուրջ խնդիրների կամ առճակատման, եթե դուք ընդդիմադիրների դիրքերից արմատական կարող եք ասել, դե այսօր պիտի դուրս գանք հապկից, իշխանությունը պիտի հաշվարկի դուրս գալու հետևանքներն ու հնարավորությունները։ Հետևանք եւ այո, մենք պարտադրելու ենք դուրս գալ հապկից եւ գնալ ավելի քաղաքակիրթ ուղու վրա, ունենալ ռազմավարական այնպիսի գործընկեր, որը քո թիկունքին կանգնած կլինի եւ ոչ թե ինչպես տեսանք պատերազմից հետո մի օրում, մի քանի վայրկյանում քցի քեզ, Ոնց եք ստիպելու, որ գործող իշխանությունը, եթե ընտրվի հունիսի 7-ից հետո էլի նույն իշխանություն լինի, ոնց եք ստիպելու, որ իրենք դուրս գան հապկից 1 եւ ունեք հաշվարկած հապկից դուրս գալու ռիսկերը եւ հնարավորությունները։ Այո, ունենք հաշվարկած, դրա մասին մենք անընդհատ խոսում ենք, մենք մեր ցանկացած նախաձեռնություն, ինք օրենսդրական նախաձեռնություն է դառնալու եւ գալու ազգային ժողով։ Բայց դա ինչ է նշանակում, ինչ նախաձեռնության մասին է խոսքը, ինչ կերպ եք դուք այդ ճանապարհը տեսնում։ Մենք նախաձեռնելու ենք եւ գնալու ենք դրան։ Դեպի ուր եք գնալու, ոնց եք Եվրամիության անդամագրվելու նախագիծը ազգային ժողովում հայտնվել է մեր եւ էլի մի քանի ուժերի նախաձեռնությամբ նույն process-ով էլ կգնա մնացածը։ Իսկ ռիսկերը ռիսկերն էլ հաշված են, մենք գիտենք ինչ ենք առաջարկում։ Որ մարդիկ ովքեր ուզեն ձեզ ընտրել եւ ձեր գաղափարը ռազմավարական այն գործընկերը, որը մենք ունենալու ենք հետագայում, բոլոր հնարավոր ռիսկերը, որը առանձնապես ռիսկեր առանց
դուրս գալու էլ, այն ռիսկերը, որը կանխատեսվում էր, արդեն իսկ սկսել է։ Տեսեք, փակում են խմիչքի մուտքը, փակում են ծաղիկների մուտքը, այդ մի քանի փակումներն էին, ինքը այլ բան չի կարող անել Հայաստանի Հանրապետությանը։ Դե տեսեք, նույն ձեր ասացի մասով, գործող իշխանությունը այս պայդրությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման մասին չի խոսում, ընդհակառակ իրենք ասում են, որ մեր հարաբերությունները զարգանում են, ճիշտ է, կան խնդիրներ, բայց այդուամենայնիվ մենք Ռուսաստանի հետ կապը չենք խզել, մենք ՀԱՊԿ-ի, այո, նիստերին չենք մասնակցում, բայց ձեզպես արմատական չեն ընդդիմադիրները, տեսնում ենք, որ իրենք դուրս չեն եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս չեն եկել, ելի խոսում ենք, որ մենք ունենք տնտեսական կապեր եւ շարունակելու ենք պահպանել եւ հիշատակեցիք, թե հիմա այս պայդրությամբ, այս ամեն ինչը հաշվի առնելով, միայն այն, որ Հայաստանի իշխանությունները փորձում են արևմուտքի հետ սերտացնել իրենց հարաբերությունները, Ռուսաստանը արդեն իր գործողությունները իրականացնում է։ Ավարտել Տիկին Խաչատրյան, խմիչք թույլ չեն տալիս, ծաղիկներ թույլ չեն տալիս, Լարսի հետ կապված խնդիրներ են առաջացրել, ու ուր են ձեր արևմտյան գործընկերները, որ սրա հետևանքները չեզոքացնեն, եթե դուք սա ռիսկ չեք համարում։ Դե մենք շարունակում ենք, չէ՞, մնալ ՀԱՊԿ-ի կազմում։ Երբ որ մենք կգնանք, իշխանությունը բառացի ասում է, որ ՀԱՊԿ գոյություն չունեցող կառույց է։ Բառացի անընդհատ տարբեր առիթներով ասում են։ Իրենք ասում են, խոսում են գոյություն չունեցող կառույցի մեջ մասին եւ շարունակում են մնալ այդ գոյություն չունեցող կառույցի կազմում։ Խոսում են արևմտյան, ուր են արևմտյան գործընկերները։ Այս բանին թե որ չկա պատերազմ։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ինչքան լավ բան եղել է այս վերջին շրջանում, դա եղել է հենց արևմտյան գործընկերների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերով։ Այն իրենք անում են հնարավորինս ոչ ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ-ի անդամ, ԵԱՏՄ-ի անդամ պետության համար։ Եթե մենք շարունակում ենք մնալ այն կառույցի մեջ, որի հետ փաստացի ամբողջ աշխարհը այս պահին պատերազմի մեջ է, ինչի ավելին անել հնարավոր չէ ուրիշ կողմից։ Մենք պահանջում ենք թշնամին իրենց պետության ռազմավարական գործընկերոջը օգնել ինչ-որ բանով։ Նույնիսկ լոգիկայում չի տեղավորվում մարդկային։ Եթե մենք իրենց թշնամի պետության ռազմավարական գործընկերն ենք ու չենք դադարեցնում այդ հարաբերությունները քաղաքական, դրա էլ ինչ օգնեն սրանից առավել, դեռ անում են առավելը մաքսիմալը ինչ հնարավոր է։ Դե դա եմ ասում, հիմա արդեն Ռուսաստանի կողմից կան տարբեր մակարդակներում քաղաքական, նույնիսկ սպառնալիքներ։ Հիմա Հայաստանի Հանրապետության այն ժամանակն է, նույնիսկ քննարկվելու է առաջիկայում ԵԱՏՄ-ում մեր հարցը, ինչ կքննարկեն առաջիկայում պարզ կլինի։ Հիմա գուցե այս ամեն ինչ ավելի խորացվի, ունենանք գազի խնդիր, ունենանք ատոմակայանի վառելիքի խնդիր, հացահատիկի խնդիր, ո՞նց են այս հետևանքները տնտեսական, այս դեպքում տնտեսական եմ ասում, ո՞նց են այս հետևանքները չեզոքացնելու ձեր արևմտյան գործընկերները։ Գիտեք, տեսեք, մենք խոսում ենք մի բանի մասին, որը այդքան այդ ամեն ինչի հնարավորությունը գալու մենք տարբեր ժամանակներում առաջարկել ենք, ասել ենք, ինչ ձեր պետք է քաղաքական թիմի ղեկավարը միշտ ասել է, թե ինչպես պետք է լինի նույն գազատարի մասին Իրանից եկող, մենք ամեն ինչի պետքա պատրաստ լինենք տարիների ընթացքում, բավականին պատրաստել ենք գնալու ապագայի համար Հայաստանի Հանրապետության ապագան լավ ապագան ընտրելու համար, այո, պետք է նաև մենք մի քիչ դժվարություններ անցնենք։ Դե այդ մի քիչ դժվարությունը պիտի բացեք քաղաքացիների համար, որ հասկանալի լինի, մի քիչ դժվարությունը ինչքան է։ Իրանի մասին եք խոսում որպես այլընտրանք ռուսական գազի, բայց արդյոք իրանական գազի ծավալը նույնքան հնարավոր է ապահովել։ Հնարավոր է մենք ունենք նաև զապասը մեր պաշարները, պահուստային, այո, եւ հետեւաբար հնարավոր է մինչեւ Իրանի գազամուղը կառուցելը շատ հնարավոր է նաև դրանով ժամանակը ձգվի։ Ամենից շատ հնչող հարցը անվտանգայինն է, Տիկին Խաչատրյան, երբ օրինակ ասում են նույնիսկ եթե ռուսական անվտանգային համակարգը կամ ՀԱՊԿ-ի անվտանգային համակարգը թերի է գործում, այդուամենայնիվ գետնի վրա իրենք են եւ իրենց անվտանգային համակարգն է գործում։ Փոխարենն ասում են դե արևմտյան գործընկերները Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները որտեղ են եւ եթե Աստված մի արասե լուրջ անվտանգային որևէ խնդիր, սպառնալիք ստեղծվի, իրենք ո՞նց են կարողանալու իրականացնել անվտանգությունը։ Ամբողջ պատերազմի ընթացքում մեր հակառակ պետությանը, մեր թշնամի պետությանը ամբողջ պատերազմի ընթացքում կռվել է մեր հետ ռուսական զենքով։ Այնպես որ ռուսական այդ կողմը
ոչ թե հավասար է այդ ամեն ինչն արել, այլ մեր ռազմավարական գործընկերը մեր պատերազմի ժամանակ հակառակ կողմին սպասարկել է զինամթերքով։ Եվ մենք տեսել ենք որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մեր 20 թվականի պատերազմի ժամանակ ինչա մեզ տվել, ինչքանով է մեր կողքը եղել, ինչքանով է որևիցե կերպ մեզ օգնել։ Այդ այն ռազմավարական գործընկերն է, որը միջանցքներ նաև պահում, հա, որը վերջում փակեց այդ միջանցքը եւ դուրս եկավ իր Դա հասկացանք, արևմտյան գործընկերների մասով իրենք ինչ են առաջարկելու, երբ որ ունենանք նման խնդիր։ Երբ որ արևմտյան գործընկերների հետ կսկսենք համագործակցել եւ մեր ռազմավարական կապը կլինի նրանց հետ, այդ ժամանակ կտեսնենք։ Արևմտյան գործընկերները վառ օրինակ է Ուկրաինայում, այսքան տարիներ Ուկրաինայի պատերազմում, թե ինչպես են իրենց ռազմավարական գործընկերոջ կողքին կանգնած եւ ինչպես էր մեր ռազմավարական գործընկերը կանգնած մեր կողքին։ Բայց վատագույն սցենար չի ուկրաինական սցենարը մեզ համար։ Ուկրաինան մոլորակի պետությունն է այս պահին, որին գերտերություն Ռուսաստանն ասեց 3-4 օրում պատերազմն արդեն տարիներ է գնում է 3-4 օր է ինձ պետք եւ հասնելու համար, բայց պատերազմն արդեն տարիներ է գնում է ու չգիտես դեռ ելքը իօքուտում է լինելու։ Սոցիալական ինչպիսի ծրագիր եք դուք առաջարկում կամ տնտեսական ինչպիսի խոստումներ եք տալիս քաղաքացիներին։ Մենք մեր տնտեսական ծրագիրը, մեր ամբողջ ծրագիրը մեծ մասը հիմնված է հենց տնտեսական հեղափոխության վրա Հայաստանի Հանրապետությունում, որովհետև մենք համարում ենք թե խաղաղությունը, թե անկախությունը, թե ամեն ինչ պետք է պահել հենց տնտեսության զարգացնելով, տնտեսությունը առաջ տանելով եւ մեր ծրագրի հիմնական կետերը դրված են հենց տնտեսական զարգացումների վրա, որի մասին մենք տարիներ շարունակ խոսել ենք եւ այս նաև մեր բոլոր տնտեսական առաջարկները ունեն նաև արդեն իսկ պատրաստի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք գնալու են ազգային ժողով։ Տիկին Խաչատրյան, մի քանի ուշագրավ հայտարարությունների եւ իրադարձությունների մասին կուզեի խոսել ձեր ընտրապայքարում գտնվող ընդդիմադիր գործիչների, գործընկերների հետ առնչվող ընտրակաշառքների մասին։ Այս ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք պարբերաբար տեսնում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է հայտարարություններ, ձայնագրություններ, որոնք վերաբերում են ընտրակաշառքներին։ Իհարկե, թիմը, որին վերաբերելի են դրանք, հերքում են, նույնիսկ ասում են, որ դրանք իրական ձայնագրություններ չեն եւ այլն եւ այլն։ Ինչ գնահատական կտակ այս իրավիճակին։ Ցավոք սրտի, այո, ընտրակաշառքների խոսույթ ընտրակաշառքների թեման փաստացի դեռ արդեն իսկ ձայնագրություններով, որով կարելի է հավատալ կամ չհավատալ այդ ամեն ինչին, արդեն այս իրականություն վերադարձավ։ Մենք վերջին տարիների ընտրությունները այն լավագույն բաններ Հայաստանի Հանրապետությունում առանց ընտրակաշառքի չկեղծվող ընտրություններ էին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն սովորել էր, որ իր ձայնով, ուղակի ձայնով, իր գաղափարով քաղաքական ընտրություն էր սկսում կատարել։ Մենք եկել էր Հայաստանի Հանրապետությունը նրան, որ քաղաքական ընտրություն եւ պետք է կատարի։ Ցավոք սրտի այս ընտրությունները շատ բերեցին նորից հին բարքերը ընտրակաշառքների սպասումները, ընտրակաշառքների process-ները, նաև ձայնագրությունները, որտեղ մենք ինչը շատ վատ է ժողովրդավար պետության համար։ Մի քիչ ավելի բարձր խաղադրույքներով թերևս ասենք։ Այո, ինչը շատ ինքը խնդիրն է իշխանության, ինքը բաց թողումն է իշխանության։ Այսօր մինչև, հա, տեսեք դուք խոսում եք ձայնագրությունների մասին, այդ ձայնագրությունները կան, կալանավորված մարդիկ կան։ Պետք է իշխանությունը շատ արագ դատական իշխանությունը շատ արագ կազմակերպեր դատական process-ներն այդ մարդկանց թե վերցնողների եւ թե տվողների։ Մի քանի հոգի արդեն իսկ պետք է իրանց կալանքը կրեին, մեղադրանքն առաջադրվածից բացի նաեւ կրեին կալանքը, որպիսի վերցնողն էլ տվողն էլ հասկանար, որ դա քրորեն պատժելի արարք է։ Էլի մի բան դանդաղումներն են գնում, բաց թողումներն են դատական համակարգի գնում։ Հուսով եմ, որ մինչև Հայաստանի քաղաքացին, ես կարծում եմ նաև, որ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը մտնելով քվեախցիկ, ինքը կընտրի, նույնիսկ այն գումար վերցրեց քաղաքացին, որը շատ վատ է արել, որ գումար է վերցրել, բայց ինքը գիտի, որ ինքը քվեախցիկում ընտրելու է այն մարդուն, ում ինքը ուզում է, այլ ոչ թե այն մարդուն, ումից ինքը գումար է վերցրել։ Այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ դրանից հետո ընտրություններից հետո ոչ մեկ իրան չի կարող ասել, որ դու խաբել ես, ինքը արդեն շատ գիտակից է ու գցելու է, հա, այսպես ասած, այդ ընտրակաշառք բաժանողներին։ Այսինքն մտածում եք, որ եթե նույնիսկ կան ընտրակաշառքներ, դա չի ազդելու մարդկանց քվեների վրա։ Այո, չի ազդելու։
Իսկ ընտրությունների ելքի վրա դա ազդեցություն չի ունենալու։ Գիտեք, ինչ որ չափով ունենալու է, բայց որպես այդպեսին մեծ արդյունք չի ունենալու։ Այն ուժերը, որոնց անունները շրջանառվում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իրենք այնքան փոքր քվե ունեն Հայաստանի Հանրապետությունում, որ ելքին իհարկե չեմ կարծում, համոզված եմ։ Բայց որտեղ է ձեր համոզմունքը դրսևորվում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն իսկ մերժել է այն ուժերին, հա, մի կետից ուղղորդվող այդ բոլոր մի քանի գլխանի ուժերին վաղուց ուղարկել է քաղաքական աղբաման։ Դե բայց այս ուժը, որի մասին մենք խոսում ենք, իրենք նախկին չեն։ Իրենք նույն դասական իմաստով նախկին չեն, նոր քաղաքական ուժ են։ Գիտեք, չի լինի Հայաստանի Հանրապետության իրենք փորձում են իրենց աշխարհաքաղաքական տերը, հա, Պուտինը փորձում է անընդհատ բերել ասպարեզ նոր մարդկանց, փորձում է ցանցային ինչ-որ բան ստեղծել, բայց ինքը այնքան անտաղանդ է դա անում, որ չի կարողանում իր ականջները ոչ մեկի ետևում թաքցնել։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ հասկանում է, որ գնալով ընտրախցիկ, ընտրելով ուժեղ Հայաստանին, ինքը ընտրում է Ռոբերտ Քոչարյան վարչապետին, որտեղ Կարեն Կարապետյանը վարչապետի տեխնացու չէ։ Ինչքան էլ որ իրենք Սամվել Կարապետյան, ինչքան էլ որ իրենք փորձում են Հայաստանի քաղաքացու ուղեղը լցնել, որ Կարապետյանն է վարչապետ, ոչ, ընտրելով ուժեղ Հայաստանին դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյան վարչապետին, ընտրելով Թևանյաններին դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյան վարչապետին, ընտրելով շատ էլի այդ գծի մեջ ակնհայտ կուսակցություններին ընտրում են Ռոբերտ Քոչարյան վարչապետին, եւ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու հոգեբանության մեջ որպես չարված կերպար այնպես է նստած, որ ոչ մի կերպ այդ մարդիկ չեն կարողանալու գալ իշխանության, նույնիսկ մոտ չեն կարողանալու գալ իշխանության տոկոսին, բոլորն իրար հետ գումարած հանրագումարում։ Հիշատակեցիք ԲՀԿ, ներկայում ԲՀԿ ցուցակով առաջադրված, թեև արդեն անձեռնում խելիությունից զրկված Անդրանիկ Թևանյանին, նրա վերաբերյալ մեղադրանք կա առաջադրված պետական դավաճանության, էլի կողմը, որը այս ամեն ինչի մեջ է, իրենք մտածում են, որ իշխանության կողմից սրանք կարված գործեր են։ Ձեր գնահատականը ո՞րն է տեղի ունեցածին։ Մենք տարիներ շարունակ Թևանյանի խմբակցության կուսակցության, հա, կուսակցությունը նաև ունի խմբակցություն Երևանի քաղաքապետարանում, մենք մի քանի տարի շարունակ խոսացել ենք մոտ սրա մասին, մոտ։ Ես անմեղության կանխավարկած ամենևին հաշվի առնելով, հա, կողք չդնելով, ես իմ համոզմունքը, ես հավատում եմ, թե չեմ հավատում, այո, ես հավատում եմ այն մեղադրանքին, որը կա։ Թե ճիշտ է, թե ճիշտ չէ, չեմ կարող ասել, այդ ձեզ համար ինչ հիմքեր եք դրել, որը թույլ է տալիս հավատալ դրան։ Անդրանիկ Թևանյանն այն մարդն է, ով ORT-ում, հա, գնացել էր ու Հայաստանի Հանրապետության անկախություններ սակարկում։ Անդրանիկ Թևանյանն այն մարդն է, որը Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում է ռուսական մի գուբերնիայի վերածված կարգավիճակում գնացել էր Դոնբաս։ Անդրանիկ Թևանյանը ակնհայտ ինքը երբեք չի թաքցրել Հայաստանի Հանրապետությանը ռուսական մի գյուղ տեսնելու երազանքը իր եւ այնտեղից ուղղորդված լինելու երազանքը։ Մենք անընդհատ իրենց խմբակցության հետ նաեւ քաղաքական այսպիսի բախումներ ունենում ենք եւ բայց դա հիմք է պետական դավաճանության համար։ Դրանք մանր բաներ են, հա, որ կարար նաև տակը ավելի մեծ բաներ լիներ։ Ես հավատում եմ, այլ թե իրական է, թե իրական չէ, դա կերևա գործի ընթացքից։ Լավ, ամփոփելով զրույցը, մայիսի 26-ին Հայաստան է ժամանելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սա ինչ այց է, ձեր գնահատմամբ, առաջիկայում ծրագրվում է, որ պետք է երկկողմ փաստաթղթեր ստորագրվեն։ Եթե կարող եք գնահատեք, թե ընտրություններից առաջ ինչպիսի ազդեցիկ այց կարող է սա նշանակել, նաև ինչպիսի արձագանքներ կարող է ունենալ նույն ընդդիմադիր քաղաքական դաշտում։ Արձագանքները, հա, քաղաքական վայնասուն է, այսպես ասած, լինելու է, հա, պրոռուսական ուժերի կողմից, որովհետև ցանկացած նման այց Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության անդամ պետություններից որևէ մեկի այցը, այստեղ քաղաքական լաց է առաջացնում մնացածի մոտ, որովհետև իրենք հասկանում են այդ պետությունների այցը Հայաստանի Հանրապետությունում ամեն անգամ մի դրական դինամիկա ունեցող փաստաթուղթ է ստորագրվում, ամեն անգամ մի պայմանավորվածություն է ձեռք բերվում, սա էլ կլինի երևի թե հերթականներից մեկը եւ դրա համար լինելու է քաղաքական, հա, այսպես ասած, վայնասունը այդ ուժերի կողմից։ Ինքը նախընտրական process-ում շատ դրական է, ես կարծում եմ ինքը նախընտրական process-ի հետ կապված չի այցը, այցը նախընտրական process-ի հետ կապված չի, համընկնում է
Սպասենք Սա բարով։ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական աջակցություն Միացյալ Նահանգների կողմից գործող իշխանությանը։ Վենսի այցի ժամանակ մենք տեսանք, որ հայտարարությունը հենց այդպես էլ մեկնաբանվեց, որ Վենսը աջակցություն է հայտնում քաղաքական գործող իշխանությանը։ Չգիտեմ ինչ Իհակադարձում, կմեկնաբանվի, որ բայց կարևորը Ռուսաստանից էլ Հայաստանի աջակցություն են հայտնում Հանրապետության շահից դիմադիրներին։ ելնող այց լինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության պատգամավորի տեխնացու Անի Խաչատրյանն էր։ Կհանդիպենք։